Ողջույն 24-ի եթերում հետագիծն է ես Նարեկ Գալստյանը, անշուշտ վերջին օրերին դուք նկատում եք, թե ինչպիսի պրոցեսներ են տեղ ունենում, ինչպես են Հայաստանի այսպես իշխանությունների կամքը կատարող որոշ կամակատարներ սկսել արշավ, կեղտոտ արշավ, անպատասխանատու արշավ, սևացնող արշավ լրատվամիջոցների դեմ, այդ թվում նաև 24-ի դեմ, ուզում եմ բոլորիդ հանգստացնել, սիրելի հեռուստադիտողներ, պես ամեն ինչը կանխատեսելի էր, կանխագուշակելի էր, պետք է պահել լինի արդերը ամուր եւ շարունակել աշխատել, շարունակել տեղեկացնել հասարակությանը, շարունակել հրավիրել հետաքրքիր հյուրեր 24-ի տաղավար եւ խոսել հետաքրքիր թեմաների մասին, իսկ նախընտրական շրջանում բնականաբար ամենահետաքրքիր թեման հենց նախընտրական երևույթներն են։ Եվ այսպես այսօր 24-ի տաղավարում ես հյուր ընկալել եմ սոցիոլոգ Արթուր Պարոնյանին, ում հետ միասին մենք կզրուցենք, կփորձենք հասկանալ առաջիկա ընտրությունների սոցիոլոգիական պատկերը, սեգմենտավորումը, ով ում կողքին է, ով ում է քվեարկելու, ով ինչ հետաքրքրություն ունի, ով ինչ առաջնահերթություն ունի, ով ինչ բացեր եւ խնդիրներ ունի։ Պարոն Պարոնյան, շնորհակալ եմ շատ։ Ես եմ շատ շնորհակալ հրավերս ընդունելու առաջիկա հետաքրքիր զրույցի համար։ Եվ այսպես, առաջին եւ կարճ հարցը ձեր դիտարկմամբ միգուցե ինքը բանալ է հնչում, միգուցե ինքը այդքան խորքային չի եւ ոչ մասնագիտական չի, բայց այնուամենայնիվ, եթե այս Կիրակի ընտրություններ լիներ, մենք մոտավոր ինչպիսի պատկեր կունենայինք։ Մոտավոր պատկեր կարամ ճշգրիտ պատկեր ասեմ։ Ավելի լավ, ես ես թողեցի հնարավորություն։ Հետո կասեմ որտեղա որ մոտավոր է, ճշգրիտ պատկերը այս պահին մենք ունենք, որ իշխող ուժը պարտվում է։ Սա միակ բանն է, որ ես կարամ ասեմ ճշգրիտ է։ Ինչի մենք չենք կարող ասենք ավելի ճշգրիտ, թե ով ինչ իրանք չեն հավաքելու ավելի քան 40%, ավելի հավանական է, որ իրանք հավաքեն 34, 35, 36, քան թե որ լինի 40։ Այս այն կարիդորն է, որտեղ որ իրանք հիմա դասավորել են իրենց, բայց ավելի ճշգրիտ ընդդիմության թիվը մենք ասել չենք կարող, քանի որ թե տպված բոլոր հարցումներում, թե այն հարցումները, որոնք որ արվում են առանց տպվելու, մենք տեսնում ենք, որ կա վախի մթնոլորտ եւ ընդդիմությունը չի պատասխանում ու չի բացահայտում իր նախապատվությունները։ Հետևաբար ասել, թե եռյակը ինչ ձայների գերակշռությունով է հաղթելու, այսօր որևէ մեկը ճշգրիտ չի կարող ասել։ Եռյակ ասելով ֆիքս ենք, մենք նկատի ունենք Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի ուժերը։ Այո։ Մնացածը չեն անցնում ըստ։ Այդ նույնպես ես համոզված չէի լինի այտենց, բայց ամենայն հավանականությամբ ոչ։ Լավ, դեմ չեք մենք դրա մասին առանձին կզրուցենք։ Սիրով, պարոն Պարոնյան, եկեք այսպես, իշխող ուժը ըստ հավաքում է այդ կարիդոր ունի 34-ից 40%, հա։ Այդ պարագայում ինձ բացատրեք, խնդրում եմ, մեր հեռուստադիտողներին վերջին շրջանում բավական աղմուկ-հանած Ամերիկայի Հանրապետական ինստիտուտի ներկայացրած հարցումները, այսպես կոչված IRI հարցումները, որով այո, իշխող ուժը 38% է հավաքում, բայց ընդդիմադիր մնացած ուժերը մեղմ ասած գտնվում են աութսայդերի կարգավիճակում, այսինքն բոլորը միասին նրա կեսը անգամ չեն հավաքում։ Ուրեմն IRI-ի մասին ես արդեն ասել եմ, տեսեք, IRI-ը մեզ էլ ասեք, մեզ էլ լուսաբանեք։ Տպելա նախ եւ առաջ սկսենք նրանից, որ այսպես կոչված response rate-ը, այսինքն այն մարդիկ նրա համար, որ իրանք պատասխան 1512 ընտրանքը ստանան, արել են մոտ 10000 հեռախոսազանգ։ Այսինքն այդ response rate-ը մարդիկ, որոնք որ համաձայնվում են պատասխանել, կազմել է 16%։ Այսինքն 84%-ը ասել են չեմ ուզում, չեմ։ Դա ինչ ցուցանիշ է։ Գրականության մեջ դա կոչվում է suppressed preference disclosure, այսինքն նախապատվությունների չբացահայտելու ճնշվածությունը, վախ։ Այդ մարդիկ, եթե պարզ հայերեն խոսանք, դա վախ է, որը որ գալիս է քաղաքական բռնություններից, վախ է, որը որ գալիս է քաղաքական մթնոլորտից։ Տեսեք, մենք երբևիցե չենք ունեցել իրավիճակ, երբ որ քաղաքական գործչին ձերբակալեն, խոսքը Անդրանիկ Թևանյանի մասին է, այդ տիպի անհեթեթ սարսափելի ուրեմն մեղադրանքներով։ Այս մթնոլորտը բերում է նրան, որ մարդիկ հասկանում են, որ եթե հեռախոսով իրեն զանգում են, շատ հնարավոր է, որ
իրենք էլ, եթե Անդրանիկ Թևանյանին այտենց խաղից կարող են, իրանց էլ կարան ինչ-որ վատ բան անեն, այսինքն այդ վախի մթնոլորտը իրենք տարածում են։ Այսինքն եթե դուք մտածում եք, որ այդ 86, հա, տոկոսը, 84%-ը վախեցել է կիսել կալանավորված քաղաքական գործի ճակատագիրը կամ այս կամ այլ կերպ բռնությունների ենթարկվել, սա կարող է ինձ հնարավորություն տալ եզրակացնել, որ այդ մարդիկ ոչ մի պարագայում քաղաքացիական պայմանագիր չեն ընտրելու։ Իհարկե։ Չէ, այդ չեն կարող ասենք, դրա համար որ չմասնակցողները եկեք ավելի պարզ ասենք, ով է մասնակցել։ Հաստատ մասնակցել են այն մարդիկ, որոնք որ ընտրում են ՔՊ, այսինքն ՔՊ-ի թիվը ստանալը սոցիոլոգի համար այս պահին շատ հեշտ է։ Որովհետև ոչ այն վախենում, մոտիվացված են։ Մոտիվացված են, շատ մոտիվացված են, այդ դրա մասին նույնպես պետք է մենք զրուցենք, շատ մոտիվացված են ու հեշտությամբ պատասխանում են, վախ չունեն։ Կա անդիմադիր հատված, որը որ վախ ունի թե չէ, մասնակցում է, ինչ որ պատասխաններ է տալիս, ամենաշատը դուրս են մնում սոցիոլոգիական հարցումներից այս պահին, այն մարդիկ, որոնք որ քիչ են էմոցիոնալ ընդգրկված քաղաքական կյանքի մեջ։ Այսինքն քիչ թե շատ ոչ քաղաքական հատվածը հարցումներից դուրս է մնում։ Բայց դրանց զգալի հատվածը նույն հարցումները ցույց են տալիս, որ գալու են ընտրությունների։ Հետևաբար այս մարդկանց կարծիքը մենք գիտենք, որ շեղում ունենք, հա, ոչ թե մենք չգիտենք, այլ մենք գիտենք, որ շեղում ունենք։ Հետևաբար այն ինչ որ մենք կարող ենք հաստատ ասել, մենք կարող ենք հաստատ ասենք, որ ՔՊ-ն ըստ իրի ունի 38%։ Հարցածակում մնացած 62-ը ուր է։ 62-ը կարակ բացատրեք։ Դե այնտեղ ընդդիմության ինչ որ ձայներ Չէ, ընդդիմությունը թողնենք, կարան գրեն 0%։ 62%-ը չի կարա, չէ, լինի որ 100-ից պակաս չի կարա լինի։ Հա։ Հա, օքեյ, ուրեմն հետո դպրոցում էլ այդպես են սովորեցրել։ 38-ը այս կողմն է, 62-ը հակառակն է, ճիշտ է։ 62-ը բացատրություն չի տալիս իրին, չի ուզում, ուրեմն թողնենք իրանց հանգիստ, իրանք մեզ տվել են 38, 62-ը, սենց ասեմ, պատմականորեն ամենաբարձր փոշիացված ձայների քանակությունը կազմել է 16%։ 16% մեզ տալիս է մյուս տպված հարցումը, Gallup-ի հարցումը տալիս է, որ փոշիացված ձայների քանակությունը կազմում է 16.7%։ Մեկ այլ իրենց ամերիկյան հարցում տվել է 17%, ես, որ իրանք շատ լավ զգան իրանց, տալիս եմ 20%։ 42%-ը մնաց ընդդիմությանը, անցնող ընդդիմությանը, այդ արդեն դժվար չի, հասկանալի է, որ կա 3 խոշոր ցուցակ, 3 խոշոր ցուցակի մեջ առնվազն 42, ամենայն հավանականությամբ 46%-ը պիտի տեղավորվի։ Իրանց մեջ ո՞նց է այդ բաշխվելու, այդ 42-ից 46-ը։ Ինձ, в общем, այս պահին իմ համար, կարծում եմ նաև ձեր համար կարևոր չի, կարևորը որ խոշոր ընդդիմադիր ցուցակները հավաքում են ավելի շատ, քան թե գործող իշխանությունը։ Հիմա պարոն, եկեք այսպես, հա, լավ թեմա բացեցիք փոշիացված ձայները։ Երկու բան կա, երկու այսպես հակասող իրարամերժ տեսակետներ կա։ Երբ որ խոսում ես այն մարդկանց հետ, այն ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք որ վստահաբար անցնելու են խորհրդան, իրենք ասում են, որ սիրելի գործընկերներ մյուսներին, ճիշտ գնահատեք ձեր հնարավորությունները, որովհետև փոշիացված ձայները օգնելու եք իշխանությանը վերարտադրել, չեք անցնելու պարլամենտ, Դոնթի Բանաձևը ամեն շուտը գնալու է Նիկոլ Փաշինյանին։ Սա մի տեսակետն է։ Մյուսների տեսակետը Հայկ Մարության, Էդմոն Մարուկյան, ով որ ես եմ կարողացել զրուցել, Հայ ազգային կոնգրես, իրենք բոլորը պնդում են, որ իրենց ձայն տվողը երբեք ձայն չի տալու Նիկոլ Փաշինյանին կամ ընդդիմադիր որևիցե ուժի, ուստի իրենք մոտիվացնում են մարդկանց տնից դուրս գալ ընտրատեղամաս, քվեարկել եւ ապահովել բարձր մասնակցություն, ինչը իշխանության համար կարա բերի պարտության։ Այս երկուսի մեջ ըստ սոցիոլոգիայի տեսանկյունից ո՞րն է ճշմարտությունը։ Երկուսն էլ ճիշտ է։ Լինում է այդպես։ Այո։ Ուրեմն տեսեք, նախ այդ փոշիացման process-ը ի սկզբանե մենք ունեցել ենք դրա այդ փոշուհանքը Երևանն է, Երևանում Արաբկիր համայնքը։ Հա, ուրեմն Արաբկիր համայնքը այն համայնքն է, որը որ այդ փոշին ստեղծում է։
Հիմնականում այսինքն հենց հարաբկիրն է դա, հա։ Հարաբկիրը դրա Գնացեք ընտրության սիրելի հարաբկիրցիներ։ Չէ, ընտրությունները իրան գնում են, ընտրությունների գնում են, բայց ну, в общем, ասենք այնց fast food չեն սիրում։ Իրանք ուզում են, որ լինի նորմալ ռեստորան, որտեղ որ լինի մենյու, իրանք էլ ջոգեն։ Հա, եղածի մեջ չեն բավարարվում։ Հա, չեն բավարարվում։ Իրանք դա ձեռ չի տալիս։ Այդ առումով իհարկե Դա միջին խավն է։ Կարելի Այո։ Այո, դա միջին խավն է, որը որ в общем կարա տարբեր բարդ պատկերացումներ ունենալ նրա մասին, թե ինչա իրականում, ասեմ իրականում դա այդքան էլ բարդ չի։ Մենք երևի մոտենանք, որ կերպարներով են մարդիկ ընտրում ու արաբկիրը ու քաղաքի հյուսիսային հատվածը չի տեսնում իր կերպարը։ Քաղաքի հյուսիսային հատվածը ասելով Մասիվը, Ավանը, սահմանային հատվածը, Քանաքեր Զեյթունը քաղաքի միջինն է միշտ, արաբկիր կենտրոն, Աչափնյակ այդ հատվածը արդեն ոնց որ պագրանիչնի զոնա է, հա, սահմանային գոտի է, ու կա քաղաքի հարավը, որը որ միշտ տարբերվում է հյուսիսից։ Okay, մարդիկ որ կերպար իրանք չեն տեսնում իրանց կերպարը ու ինչ որ բան ուզում, բայց ես այդտեղ տեսեք, այն ինչ որ ասում են այդ կուսակցությունները, որոնք որ by default փոքր են, հա, իրանք ճիշտ են ասում, ինչ առումով։ Իրանք եթե չլինեն, եթե այդ բազմաձայն ուրեմն ընտրարշավը չլներ, հա, նույն Հայկ Մարությանը ունի միլիոնավոր դիտումներ ունի եւս, ասենք Ռուբեն Մխիթարյանը, եւ անտեսել այդ որպես գործ, որը որ հասարակության մեջ ստեղծել է որոշակի էմոցիոնալ ֆոն, իհարկե հնարավոր չի։ Բայց դա էլեկտորալ վարքագիծ ունի այդ բանը։ Իրանց համար ոչ։ Ну Ռուբենը չի մասնակցում, ֆիքս ենք հատուկ հասկացանք, հա, չէ, բայց երբ որ բազմաթիվ խոսացող գլուխներ մոտիվացնում են մարդկանց բացատրում են, ունեն լսարան եւ խոսում են, դա ստեղծում է բարձր էմոցիոնալ ֆոն, որը բերում է նրան, որ մասնակցության աճը ապահովում է առաջի հերթին դրա հաշվին։ Իսկն տեսեք, մենք ընտրությունների մոտեցել ենք արդեն իսկ որոշակի պատկերով, հա, եռյակը ունեցել է ինչ որ տոկոսներ ունեցել է Երևանում դա կազմել է իմիջիայլոց մոտ 51-52%, հա, ունեցել է ԿՊ-ն։ Հիմա այս հատվածը 52%-ը Երևանում արդեն գիտեր թե ում է ընտրելու։ Դուրը գալիս է, չի գալիս, բայց ինքը գնալու է կամ այս ցուցակ, կամ այս մյուս 3 մեծ ցուցակները։ Հիմա մնացած 16-17%-ը, որոնք որ ցանկություն ունեն գան ընտրությունների, չեն տեսնում իրանց մարդը ու ժամանակա պետք որ իրանք ինչ-որ որոշում ընդունեն։ Այդ մարդկանց համար կան նաև այլ գործիչներ, որոնց կարծիքը իրենց համար կարևոր է, կամ այլ խոսալու ձևեր, արտահայտվելու ձևեր, որը իրանց համար հետաքրքիր է։ Հետևաբար որ երկուսն էլ ճիշտ են, որն է։ Այո, երկուսն էլ ճիշտ են, այն որ իրանք ասում են, որ մենք մոբիլիզացիա ենք ապահովում, իրանք արդեն շատ մեծ գործ են արել։ Բայց այն որ փոքր ցուցակը հիմա վտանգավոր է, դա նույնպես ճշմարտություն է, դրա համար որ այս պահին փոքր ցուցակը եթե անցողիկ չի, դա վտանգ է ներկայացնում։ Այսինքն եթե իրենք ուզում են պայմանական, հա, գործին օգուտ տալ, իրենք ինչ որ շրջանքի ակտիվություն ցուցաբերեն, то վերջում դուրս գան ընտրարշավից։ Տեսեք, այդ իրանց անձնական գործն է, իրանք Չէ, ես հիմա հապարտ անձնականն եմ, չեմ կարող ասեմ, արդյունավետության մասին։ Չեմ կարող ասեմ, թող իրանց, տեսեք, ինչի են փոքր ցուցակները պարտվում։ Փոքր ցուցակները պարտվում են այն պարզ պատճառով, որ եթե ես գալու եմ, ընտրեմ քեզ, որ դու հետո ձայնը տաս այն մյուսին, հենակ եթամ նրան կտամ։ Հա, բայց մարդիկ կան, որոնք պատրաստ չեն նրան տալու, պատրաստ են տալու իր համար հասկանալի է։ Հիմա տեսեք, ընդդիմությունը, այն մարդը, որ ընդդիմադիր է, հակված է լինելու գնալ մեծ ցուցակ։ Նախկին Նիկոլականի համար գոյություն ունի ալիբի քվեարկություն։ Այսինքն ես չեմ ուզում դառնալ ընդդիմադիր, բայց միևնույն ժամանակ ես չեմ ուզում ասոցացվեմ իշխանության հետ։
այդ տիպի մտածողության համար կա մի քանի ցուցակներ փոքր ու այդ մարդու համար արդեն կարևոր չի ինքը փոքր է թե մեծ է այդ ցուցակը, կարևոր չի անցնելու է թե չէ, դա ալիբի է։ Ես այս կողմ չեմ, բայց ես էլ չեմ, հա։ Իր համար փոքր ցուցակը դա վտանգ չի։ Իսկ ընդդիմադիր մտածող մարդու համար, ընտրողի համար փոքր ցուցակը վտանգ է։ Ու մենք պարտավոր ենք նաև միշտ ասել, որ դա իսկապես վտանգ է, այո, դուք չեք սխալվում, դուք վաղ թե ուշ պետքա կողմնորոշվեք ու ավելի լավ կլինի, եթե գնաք մեծ ցուցակ ինչ-որ ընտրեք։ Բայց եթե օրվա իշխանությունը պարտվում է, ինչպես դուք եք ասում, մեծ ընտրարշավի ժամանակ ամենայն հավանականությամբ, ու փաստացի այդ երեք կուսակցությունները առնված են միասին կարողանում են հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Այդ պարագայում այդ փոշիացված ձայները ավելի շատ իրանց չեն գնալու կանսել Նիկոլ Փաշինյանին։ Այո։ Բայց այդ պարագայում վտանգը որտեղ է։ Վտանգը հետևյալն է, տեսեք, մենք չենք կարող ունենանք ճշգրիտ թվեր, ճիշտ է։ Հա, բայց հիմա եկեք հասկանանք, ինչ է Իրանից ներկայացնում Երևանի վախի մթնոլորտը։ Բռնում են, ձերբակալում են, կալանավորում են, մարդը, որը որ նոր ձեն է ավելացնում, կալանավորում են, հետևապես մենք ունենք երկու վտանգ, հա, որը որ ինչ են անելու սրանք։ Ասենք կրվում են, բայց ինչ են անելու։ Մենք ունենք մասնագիտական լեզվով ասած բարձր էմոցիոնալ ֆոն, որը որ դեռ վերջնական կառուցվածքային ու կազմակերպչական փուլ չենք կարողանում մտցնել։ Այսինքն մենք չգիտենք, մենք կկարողանանք ապահովել այն ընտրական ակտիվությունը, որը որ այսօր մարդիկ ասում են, որ կլինի։ Կարան իրանք վախացնեն, որ մարդը մտածի, դե մեկը իշխանությունը չեն հանձնելու, ինչի համար ես գնամ ընտրության։ Հետևաբար մենք երկու դա ոնց ասեմ, դա եթե դու ուզում ես երաշխավորված հաղթանակ, դու պետքա անպայման մասնակցես, չվախենաս, ոչ մի բան քեզ չեն կարող անեն, դու պիտի գաս քվեարկես ու ցանկալի է, էլի չեմ ասում անպայման, եթե չես գտնում քոնը, արի մասնակցի։ Առաջինը մասնակցությունն է, երկրորդը ցանկալի է, որ իրանք գան ու քվեարկեն մեծ ցուցակի։ Բայց հիմա տեսեք, դուք ինձ դրել եք մի իրավիճակի մեջ, երբ որ ես պիտի ուրեմն մարդկանց փորձեմ ռոպագանդա անեմ, թե իրանք ինչ պիտի անեն։ Եկեք փորձեք Չէ, մասնագիտական տեսակետից եմ ասում։ Եկեք վերակառուցենք խոսակցությունը նենց, որ ես բացատրեմ ինչ է, իսկ դուք լրատվամիջոցները, որոնք որ փայլուն արել են իրանց գործը, արել են երևի ոչ ավելի պակաս, եթե ոչ ավելի շատ, քան ընդդիմությունը, հա, մարդկա այդ էմոցիոնալ ֆոնը ստեղծելու հսկայական գործ է արել լրատվամիջոցները, հա, այդ էմոցիոնալ ֆոնը մենք ունենք։ Հիմա տեսեք ինչա կատարվում, երբ որ նույն իրի ապրոսով իրանք ցույց են տալիս, որ Երևանում իրանք աճ են ունեցել։ Սա ճիշտ է թե ոչ։ Իրանք ասենք իշխանությունը, հա։ Կարանք ասենք, որ սուտ է, բայց փորձենք հասկանալ ինչի հաշվին։ Տեսեք, եթե դա իսկապես տենց է, այսինքն նախորդ հարցման համեմատ եղել է աճ, ապա դա ունի հետևյալ բացատրությունը։ Այն բոլոր փոքր ցուցակ քվեարկողները, Արամ Զավենի եւ այլ ինչ-որ, հա, այդ մարդիկ զգացել են, որ պարտվում են։ Իսկն իրանց մեջ կա պարտության վախը։ Ու եթե հակառակ դեպքում իրանք արդեն շուռ էին եկել իշխող ուժից, ինչ որ ձևով, ինչ որ գրպանիկներ մտնելով, ապա իրանք փորձելու են վերադառնալ։ Բայց հասարակությունը դա կղզիներ չեն։ Եթե իմ դիմացի հարևանը վախենում է, որ Նիկոլը կրվելու է ու գնում է ընտրության, ես տեսնում եմ, որ Նիկոլը կարող պարտվի, երևի թե պարտվում է, ու ես գնում եմ, որ ասենք վնասը շատացնեմ, գնում եմ, որ ինքը հաստատ կրվի։ Այսինքն երբ որ իրանք մոբիլիզացնում են իրանց էլեկտորատը ու ասում են մենք կրվում ենք եկեք, ու այդ փողոցներն է, չէ, այդ Facebook-ի ռիլը, այդ ամեն ինչը իրանց վրան ազդելով իրանք ասում են, օքեյ, մենք կրվանք, գնում ենք։
Դիմացինը հասկանում է, որ սրանք կրվում են, մենք պիտի գնանք, որ իրանք հաստատ կրվեն։ Իսկ այս սրա ակտիվությունը ավտոմատ բերում է նաև այս կողմի ակտիվությանը, հա։ Հետևաբար կարևորը որն է, կարևորը A ակտիվությունն է։ Ու ինքը ստեղի բարձրանալով բարձրանում է նաև ստեղ։ Հիմա մեր խնդիրը նա է, որ մենք հանգարց թույլ չտանք, որ վախի մթնոլորտը ինչ որ ձևով համոզի մարդկանց, որ իրանք շանս ունեն վերարտադրվելու ու իր ընտրատեղամաս գնալը անիմաստ է։ Մոտավորապես հիմա ինչա ռոպագանդան գնում, գնացեք ընտրատեղամասեր, մեծ արշավներ արվում, ընտրեք, մենք Ռուբեն հետ Մխիթարյան մեծ ինտերվյու արեցինք, որտեղ ինքն էլ ասպեր ցանկացած ձեր հյուր որ գալիս է, առաջինը պիտի ասի սիրելի հերոսատող, գնացեք ընտրության, հետո նոր չպատասխանի ձեր հարցին։ Այսինքն ընտրությունների գնալը այս ամբողջ հսկայական այս թնջուկի բանալին է երևի թե, հա։ Մոտավորապես դուք պատկերացում ունեք անցած ընտրությունների վրա պլյուս ինչքան մարդ պետք է գնա, որպեսզի մենք համարենք այդ այսպես կոչված явկան բարձր ու ստացված։ Տեսեք, կամ ինչքան պոտենցիալ կա որ գնա։ Տեսեք, եկեք մինչև 1.600.000 կարա գնա։ Պոտենցիալով։ Հա։ Չեմ հավատում, չի լինի տենց, բայց 1.450.000-ը արդեն շատ ուժեղ թիվ է։ Իշխանությանը պարտության կբերի այդ։ Հա։ 1.330 թե 350-ից հետո արդեն իրանց գործերը շատ վատ են։ Ցանկացած թիվ, որը որ 1.300.000 է ու բարձր, արդեն իրանց համար խնդրի զոնան է։ Բայց այդ խնդրի զոնան կամաց է դառնում վերջնական ջախջախիչ։ Մի բան է դու 41-ը 40 կրես կամ 43-42 կրես, ուրիշ բան է, եթե դու կրում ես 46-40 կամ 48-38։ Սա շատ կարևոր նաև հոգեբանական խնդիր է, դեպապես ինչքան ավելի շատ է գալիս, տեսեք, մենք խոսում ենք ոչ թե ցուցակից, այլ մենք խոսում ենք ռեալ ընտրողների քանակությունից, որը որ իմ հաշվարկով մոտ 300-400.000 տարբերվում է։ Տեսեք, 62%-ը ռեալ մասնակիցների թվից ու բարձր արդեն սկսվում է իրանց անկումը, հա։ 62%, այսինքն ռեալ 2.100.000-ից եթե 62-ը հաշվեք, այդ սկսվում է իրանց խնդրեմը։ Իրանց պետքա որ այդ թվից ցածր լինի, հա։ Հիմա այդ դրանից բարձրի ինչ եղավ, արդեն մեր օգուտն է ընդդիմության, հա։ Հիմա այն ինչ որ ասում է Ռուբեն Մխիթարյանը ինքը ճիշտ է ասում, կարամ ավելի նեղ ասեմ, առաջի հերթին խոսքը գնում է երևանցիների մասին։ Ուրեմն գյուղը պոտենցիալ չունի 21 թվից ավել քվեարկելու։ Ինչ որ քվեարկել է, մի 4-5% ավել է գալու եւ վերջ։ Մարդ գյուղացիները նաև փոքր քաղաքներն հետ, հա։ Փոքր քաղաքները մի քիչ ավելի մոտիկ է, բայց այնտեղ էլ պոտենցիալ չկա, բացի երևի Գյումրիից ու Վանաձորից ու Աբովյանից, որը որ ունի ինչ որ պոտենցիալ, քանի որ այնտեղ ներքին միգրացիայի հաշվին շատ է, այսինքն մի 2-3 քաղաք է, որը որ ունեն պոտենցիալ բարձրացնելու, մնացած մարզկենտրոնները իրանք շատ կարգապահ ձևով գնում քվեարկում են, այս անգամ կլինի մի 6-7% կամ 4-5% ավել, բայց այնտեղ էլ ռեզերվ չկա, հա։ Հիմնական ռեզերվը դա Երևանն է ու մնացած Երևանում ինչքան պիտի քվեարկեն, պլյուս ինչքան պիտի քվեարկեն, որ Երևանում ես ակնկալում եմ մինչև պլյուս 70-ից 100.000։ Դա կարող որոշիչ դառնա։ Դա է որոշիչ լինելու։ Հենց դա է որոշիչ լինելու։ Քանի որ տեսեք, այնտեղ որտեղ որ դուք 4%-ի տարբերություն ունեք անցյալ явկայի ու այս явկայի, հա, այնտեղ խոսքը գնում է նրա մասին, թե ով ինչքան ձեն ունեցել է, ինչքան կորցրել է։ Իշխանությունը կորցրած է, ընդհանուր իրանց բալանսը մինուս է, հա, այս պահին իրանք մինուս 20% են, հա, բալանսը իրանց նախորդ ընտրությունների հետ համեմատ։ Այդ թիվը ճշտված է թե իմ անձնական հարցումներով, թե մնացածի հարցումներով, բոլորի թվերը եթե ընդհանրացնեք, հատկապես ինձ թվում է մասնագիտական շրջանակներում, այդ թիվը, ну, в общем, արդեն by default ընդունված է, 20% իրանք կորցրել են։ Հիմա ստեղ մնում է մենակ մի բան, որ այն հատվածը, որը որ վատ է քվեարկել 21 թվականին, գա։ Դա Երևանն է։ Այս ընտրությունների բանալին լինելու է Երևանը,
ու երբ որ Ռուբեն Մխիթարյանը ասում է կամ դուք ասում եք որ եկեք, առաջի հերթին նշեք հատկապես երևանցիները։ Երևանը շատ վատ է մասնակցել 21 թվականին։ Հետաքրքիր է ինչի։ Ինչ դեր պատճառելի չգտամ Երևանի այդպես երես առած ընտրողը ճակերտներով ինձ էլ մեջը ներառելով ոչ պետք է չվիրավորվի, չգտավ իր սիրելի տեխնացիոն, չնայած 21-ին գնացել եմ ընտրություն։ Ահա, չէ, դե դուք այդտեղ տարբերվում եք, հաստատ, այո, Երևանը անցյալ ընտրություններին նախ տվել է ինչ որ 20% թե 23% չեմ հիշում փոշի, որը բարձր է։ Շատ բարձր է։ Այսինքն պրակտիկի ամեն 4-րդ 5-րդ մարդը 4-րդ 5-րդ մարդը ասել է այս կոնֆլիկտից դուրս եմ։ Հա, ես չկամ այս թեմայի մեջ։ Այս թեմայի մեջ ես չկամ։ Okay։ Դուք որոշեք իմ պարտ կգալ քվեարկելն անում եմ, իսկ մեկ այլ եւս մի այդքան մարդ ասել է ընդհանրապես կեցվածք չեմ ցույց տալու, հիվանդ եմ չեմ գալիս կամ ինչ-որ մի բան չեն եկել։ Այսինքն Երևանը կոնֆլիկտից դուրս է թողել իրան անցյալ ընտրություններին, նշենք միջին խավը ու հատկապես միջին խավը դուրս է մնացել անցյալ ընտրություններից։ Այս ընտրություններին պարտավոր են գան ու ընտրեն ոնց որ թե ուզում են, հունվարից ասում են որ գալու ենք։ Դա հարցումներն է վկայում։ Հա, նու Երևանում մենք ունենք 77% հաստատ կմասնակցեն պատասխան, շատ բարձր թիվ է, 77%-ը, в общем, դա հսկայական թիվ է, դա 560-70 հազար հոգի մարդ են, այսինքն 100,000 ավելի մարդ է։ Այդ թիվը եթե մենք պահպանենք, եթե այն մարդիկ, որոնք որ հունվարից ասում էին հաստատ գնալու եմ ու քվեարկեմ, եթե այն մարդիկ, գոնե այն մարդիկ, որոնք որ մի տարի է սպասում էին հունիսի 7-ին, որ գան քվեարկեն, ու տեսեք, չվախենան, չգնեն այդ վախի մթնոլորտի տակ։ Այդ է ուզում ասել, իշխանությունը ինչ բան անում, որպեսզի էլեկտորալ վարքագիծը пассивացնի, եթե տես բան կա անշուշտ։ Пассивացնելու համար իրանք ունեն ընդամենը մի գործիք, վախ։ Բայց ես եմ ու իմ քվեատուպը վախը որս է։ Չէ, տեսեք, դուք, в общем, հայտնի լրագրող եք, դուք հասկանում եք վերլուծում։ Չէ, լավ, ես ասել եմ ինքնատիպ չունեմ անձամբ, ես մարդը, քաղաքացին եւ իր դիմաց։ Նայեք ջան, վախը ռացիոնալ չի։ Հա, համաձայն եմ։ Հա, եթե ինձ վախացրեցին, վախացրեցին։ Հիմա ասենք, տեսեք, դա երբևիցե չի եղել այս աստիճան բռնություններ։ Չի եղել։ Դե ոնց չի եղել, 2008 թվականին եղել է, պարոն Պարոնյան։ Հիմա 2008 թվականին նախամարտի 1-յան ժամանակ, այս կընտրական process-ի ժամանակ էլի հասարակությունը ավոր բևեռացված էր, մեծ լարվածություն կար, բանկար եւ այլն։ Okay, բևեռացումը նշանակում էր, որ ինչ-որ մարդ շտաբերը մաքրում էին, ուրեմն ցուցակի երկրորդ համարին կարող էին բացարձակ անհիմն բռնել ու ասել պետական դավաճան, ցուցակից մարդու չէին կալանավորել, բայց եկեք ընդունենք որ կային երևույթներ։ Չէ, եկեք կային տհաճ բնություններ կային, լավ ասենց ասեմ։ Լավ, ինչ որ կրակոցներ էլ կային սահմանում, բայց մենք Արցախ չէինք կորցրել, չէ՞։ Այդ մոտավորապես նույն բանն է, ինչ որ կրակոցը համեմատել Արցախի կորստի հետ։ Այսինքն ինչ որ մարդիկ կային, կարող է ինչ որ մեկին էլ ասենք ապտակ են հասցրել ու դա այն ժամանակ համարվում էր քաղաքական բռնություն։ Այո։ Հիմա ցուցակի երկրորդ համարին օրը ցերեկով անհիմն ասում են Ստալինյան տրոյկաներ է։ Ու ասենք 50 տարեկան, 60 տարեկան մարդը, որը որ գիտի թե ինչ բան է ստալինիզմը, կարա վախենա։ Կարա վախենա։ Մի այլ հանգամանք, դուք ունեք տվյալների երիտասարդության էլեկտորալ վարքագծի մասին։ Էլեկտորալ վարքագծի մասին։ Որտեղ ինչ եմ ասում, կներեք էլի, որտեղ հիմա կա ընդունված բան, որ Փաշինյանը ունի տարեց բնակության շրջանում բացարձակ մեծամասնություն, հաշվի առնելով մի քանի ռեֆորմ, որ նա իրականացրել է, բայց ջահելությունը Փաշինյան չի պատրաստվում մեծամասնությամբ ընտրի, այլ հարցը որ ջահելությունը չի ուզում գնա ընտրության։ Ջահելությունը իսկապես երիտասարդությունը իսկապես չի ուզում մասնակցի ընտրությունների, որևէ ձև չի տարբերվում
այլ երկրների երիտասարդությունից, ունի նույն խնդիրները, բայց երիտասարդների մասնակցությունը այս անգամ լինելու է պատմականորեն ամենաբարձրը, ենթադրում եմ, եթե в общем թեթև սոլիկություն չանեն ու իրանց խոստումը կատարեն, ասել ես կգամ անկետայում, ուրեմն վեր կա ծարի։ Ինչ վերաբերվում է 65+ այսպես կոչված հատվածին, տարեց մարդկանց, իսկապես իրանք պատմականորեն միշտ ուժեղ են եղել այդտեղ, հունվարի 1-ի դրությամբ լավ թուլացել էին, Երևան քաղաքում հատկապես դա մոտարապես 53-47 էր արդեն իօքուտ ընդդիմության, հիմա այդ իրավիճակը մի քիչ փոխվեց, այդ առողջապահական իրանց в общем ձրի բժշկությունը այդտեղ իրավիճակ փոխել է, ես կենթադրեմ, որ այդտեղ այլևս ասենք 51-49 իօքուտ գործող իշխանության, բայց համարել, որ իրանք այդտեղ ունեն դոմինացիա, դա շուտվանից արդեն իրականություն չի։ Իրանք գյուղում դոմինացիան կորցրել են, դեմոգրաֆիական շրջանակներում դոմինացիան կորցրել են, իրանց միակ հույսը ցածր ընտրական ակտիվություններ, որը որ այս պահին չի երևում, դրա համար որ էմոցիոնալ ֆոնը շատ ուժեղ է, այստեղ պետք է նաև երևակայ հաստատ պետք է ասել ով է ստեղծել այդ էմոցիոնալ ֆոնը, էմոցիոնալ ֆոնը ստեղծել են քաղաքացիները, ստեղծել է իր սխալները եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց այդ էմոցիոնալ ֆոնը վկայում է նրա մասին, որ այդ վառոնկայի մեջ, հա, դա երբ որ ընտրությունները դառնում են ոնց որ սիրիալը, որը քննարկվում է, հա, եթե դա կարևորագույն թեման է, դա վառոնկա է, հա, որը բերում է նրան, որ մարդիկ մասնակցությանը շատ օգնում է, բարձրանում է եւ մարդիկ գալիս են, այդ թվում նաեւ երիտասարդները։ Ու մենք այսօր տեսնում ենք, որ իրի հարցումը տալիս է 80, չեմ հավատում, ես կարծում եմ, որ ամենա մոտիկը այս պահին 73-74-ն է, եթե հավատանք այն երիտասարդության մասնակցության, չէ, բոլոր ընդհանուր 73%։ 73 Հունգարական էֆեկտ ենք այսինքն ստանալու զոս։ Մենք սպասում ենք հունգարական էֆեկտ, ստեղ տեսեք դիմացը կա, իրանք դա հասկանում են։ Երբ որ ասում են գնացեք Spider-Man-ին քվեարկեք, հա, 52% ունեցող մարդը չի կարող ասի գնա Spider-Man, դու կրում ես, չէ։ Եթե դու հաղթող ես, քո ինչին է պետք է Spider-Man-ին ես կքվեարկեմ, թե ում կքվեարկեմ։ Եթե դու հաղթել ես, ապա ինչ ես տենց մտահոգված, թե ես ինչ եմ քվեարկելու Spider-Man, թե ասենք Սամվել Կարապետյան կամ չգիտեմ, Գագիկ, ինչի է դա քեզ հետաքրքիր։ Դու 52% ունես, չէ՞ քո ասելով։ Դու ասում ես հեղինակավոր, ուրեմն իրի կառույցը ասում է, որ դուք շեմը չեք անցնում։ Եթե չեմ անցնում, ինչ ես դու տենց վախեցած։ Կամ կարաս տպես այդ քո 52%-ը, ես տեսնեմ որտեղից ես դա ստացել։ Որտեղից է դա գալիս։ Դա գալիս է նրանից, որ բոլոր հարցումները տալիս են բարձր ընտրական մասնակցություն, դա by default նշանակում է, որ իրանք պարտվում են, ու երկրորդը իրանց թվերը ցածր են։ Միակ բանը, որ իրանք կարող են անել, դա ափոշիացումն է, այսինքն նենց անեն, որ այդ փոքր ցուցակները շատ լինեն ու իրանց երյակի կամ անցող հատվածի թվերը ընդհանուր լինեն համեմատելի իրենց հետ, որ այդ փոշին իրանք օգտագործեն իրանց կողմը։ Մյուսը, երբ է դա հնարավոր, այս պայմաններում դա հնարավոր չի, իրանց օդի ջրի պես պետք է, որ ընտրական ակտիվությունը իջնի։ Ինչ պետք է անեն։ Կամ հելնում ազգային ժողովի նախագահան ասում է գնացեք Spider-Man քվեարկեք, կամ ձերբակալություններ են անում, որ մարդիկ վախենան ու մտածեն, որ դե եթե sense բաներ են անում, հետեւապես Իսկ արտաքին բանը ազդում է զես։ Այսինքն երբ որ հիմա տեսեք մենք այս վերջին հատվածն մեր զրույցի մենք ունեցանք օրինակ 3 Մարկո Ռուբիոյի այցելություն Հայաստան Զվարթնոց օդանավակայանում ԱՄՆ պետքարտուղարը ոչ ուղղակի աջակցություն հայտնեց Փաշինյանին։ Դրանից առաջ Վենսի հայտարարությունը Եվրամիության եւ այլն։ Սա մի կողմից է, մյուս կողմից էլ Ռուսաստանի վարկագիծը, այսինքն հիմա ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը ամեն վարքյան սկսում է ինչ որ ընդդիմությանը աջակցել, այս անել եւ
Սա բան ունի։ Ինչ որ ազդեցություն ամեն մեկը ունի, կոնկրետ Մարկո Ռուբիոն արդեն հաշվել ոչ ոք չի կարողանա, բայց եկեք տեսնենք, երբ որ մենք ունենք տագնապ ու կոնտրտագնապ, հա, որն է ավելի ուժեղ, այն որը որ մոտիկ է, այն որը որ ավելի ռեալ է, հա։ Հիմա իրանց բոլոր բաները, հա, ասույթները ոչ մոտիկ են, ոչ ռեալ։ Իսկ այն որ ծաղիկները արդեն պետքա մենք դուրս գցենք, շատ ռեալ է։ Այն որ իմ բերքը այլևս այս մոտակա ժամանակները, այն որ մենք պետք է ինչ-որ շատ էժան գնով ծախենք կամ թափենք, սա շատ ռեալ է, չէ։ Հետևաբար որն է իմ համար ավելի ազդեցիկ լինելու։ Մարկո Ռուբիոյի թուղթ ստորագրելը, թե սահմանում, ասենք, ծաղիկների դեմ ուրեմն այդ հնարավոր շուկայի կորուստը։ Իհարկե ծաղիկները։ Դրա համար որ ծաղիկները իմ շատ ռեալ են, ես որ չկարողացա վաճառեմ, վաղը կարող է չկարողանամ վաճառեմ, ու եկեք եւս մեկ անգամ նարեք, իրենք կորցրել են 20% գյուղական հատվածում։ Այդ նրա համար է որ մարդիկ համոզված են, որ իրանք կարողանան շարունակել ուրեմն ծախել ծաղիկները եւ ծիրանը, համոզված էին, որ հետ եկան։ Տեսնենք։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Հրավերություն ունենալու հետաքրքիր զրույցի համար եւ այսպես իմ հյուրն էր սոցիոլոգ Արթուր Պարոնյանը, մենք կհանդիպենք, մնացեք խաղաղությամբ։